international lawyer Robert Amsterdam is meeting with elected officials in Washington, D.C. Good morning. Բարի լույս։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Սամվել Կարապետյանի շահերը, որը հայ առաքելական եկեղեցու բացարձակապես անմեղ աջակիցն է եւ ներկայումս բանտարկված է Հայաստանում, Երևանում ամենաանհեթեթ մեղադրանքներով, այնպիսի անհավատալի հիմար մեղադրանքներով, որոնք նույնիսկ արժանի չեն վերլուծության, միայն կարող ենք ասել, որ դրանք բխում են իր դիրքի համար շատ անհանգստացող քաղաքական առաջնորդի Հայաստանի ներկայիս վարչապետի պարանոիկ զառանցանքներից։ Իսկ Հայաստանում բոլորը միավորված են այն գաղափարի շուրջ, որ անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարական ինստիտուտները, պահպանել եկեղեցին։ The necessity to preserve democratic institutions. Պահպանել Հայաստանի մշակույթն ու ժողովրդին, որոնք այնքան երկար պայքարել են բռնության եւ խտրականության դեմ եւ այսօր էլ պայքարում են ոչ այլ ինչի, քան արդարության համար։ And who are fighting for nothing more than justice. And on behalf of Mr. Karapetyan Ի պաշտպանություն պարոն Կարապետյանի եւ եկեղեցու ուզում եմ հայտարարել, որ մենք օրենքի սահմաններում կանենք ամեն ինչ եւ կգնանք ուրասես, որպեսզի վերականգնենք նրա ազատությունը եւ Հայաստանում առաքելական եկեղեցին պաշտպանենք մի կառավարության անպատշաճ զրպարտություններից ու վարկաբեկումից, որը փորձում է խուսափել պատասխանատվությունից իր իսկ սարսափելի գործունեության համար, որն էլ հանգեցրել է ահռելի ավերածությունների Լեռնային Ղարաբաղի հարցում։ Horrendous record that led to tremendous destruction with respect to Nagorno-Karabakh. Կառավարության անօրինական գործողությունները քննարկվել եւ դատապարտվել են արբիտրաժային դատարանի կողմից եւ իհարկե, ինչպես բոլորս գիտենք, վարչապետը մերժել է այդ որոշումը։ Մենք մտադիր չենք թողնել, որ սա անցնի աննկատ։ Մենք ցանկանում ենք այս հարցի շուրջ հրավիրել այն կառավարությունների եւ անհատների ուշադրությունը, որոնք համագործակցում են վարչապետի հետ, փորձելով նրան պատասխանատվության ենթարկել։ To try to bring him to book, to bring him to reason. Բերել բանականության դաշտ ու միավորել հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում։ In our recent trip to Armenia. Հայաստան կատարած մեր վերջին այցի ընթացքում մեզ հանդիպած մարդկանցից ոչ ոք այլ բան չի ցանկանում, քան Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն է, եւ դրան նպաստելու ճանապարհներից մեկը Կարապետյանին եւ Հայաստանի այլ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելն է։ Սա պետք է տեղի ունենա անհապաղ։ Հայաստանի հեղինակավոր գործարարին բացարձակապես անհիմն բանտարկելը միայն նվազեցնում է Հայաստանի հեղինակությունը համաշխարհային հանրության առջև եւ havատացեք, քանի դեռ գտնվում ենք Վաշինգտոնում եւ այլ մայրաքաղաքներում, մենք անպայման այս հարցը բարձրաձայնելու ենք։ Շնորհակալություն։ To learn more, please visit amsterdamandpartners.com.